Ստանալով վերջին հրահանգները, զինծառայողները տեղափոխվեցին զորադաշտ մարտավարամասնագիտական պարապմունքների անցկացման նպատակով։ Ճամբարային հավաքի պլանի համաձայն ընթանում է M46 հրանոթի գործնական կիրառական պարապմունքը։ Հրետանավորներից կազմված մարտկոցը պարտավոր է մարտի հրամանից հետո երթային վիճակում գտնվող հրանոթը բերել մարտական դիրքի։ Այնուհետև հրետանավորները պետք է հրանոթին հիմնական ուղղություն տան և հրետանային մարտկոցի միջոցով կառուցեն զուգահեռ փունջը։ Կապիտան Արմեն Հակոբյանը մեծ զրույցում կարևորեց նմանօրինակ պարապմունքները ոչ միայն գործնականում զինատեսակին ծանոթանալու և տիրապետելու, այլև ընթացքում տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու առումով։ Քանի որ նոր տեխնիկա է, անձնակազմի մոտ դրա ուսուցումը և կատարելագործումը հիմնականում կատարվում է Բաղրամյան ուսումնական կենտրոնում, ընդհանուր անձնակազմի մարտական պատրաստականությունը այժմյան ժամանակահատվածում գնահատում եմ լավ և հույսով եմ, որ ճամբարային հավաքների ընթացքում, քանի որ հավաքների ընթացքում ընթացքը ավարտվում է մարտական հրաձգությամբ, մարտկոցի անձնակազմը ել ավելի կկատարելագործի իր մասնագիտական և տեխնիկական գիտելիքները, իր վարժվածությունը տիրապետելու և տեխնիկային և զարգացնելու իր մասնագիտական գիտելիքները։ Սերժանտ Վարազդատ Մկրտչյանն էլ ներկայացրեց հրանոթի կառուցվածքն ու այն խնդիրը, որը պատերազմական իրավիճակում լուծում է M46 տեսակի հրանոթը։ Մարտական դրության ժամանակ ինքը հակառակորդի զրահափոխադրիչների ամրաշինական կառույցները, դզոտները, ինքնագնաց հրետանային կայանները ոչնչացնելու և ճնշելու համար։ Ինչպես նաև օժանդակ խնդիրը կատարում ինքը տեղանքի լուսավորման համար, ծխապատման և ագիտացիոն նյութեր տարածելու համար։ Հրետանային տեխնիկային տիրապետում է յուրաքանչյուր ժամկետային հրետանավոր զինծառայող։ Շարքային Նարեկ Բլդրյանի հետ մեր ունեցած զրույցը ևս մեկ անգամ վկայեց, որ հայ զինվորի ոգին անպարտ է։ Հրետանու դերը բնականաբար շատ եմ կարևորում, քանի որ բոլորիս համար գաղտնիք չէ, որ հրետանին պատերազմի աստվածն է եւ այս զենքն էլ ինչու՞ չէ համարում եմ նաեւ աստվածային զենք, զուտ նրա համար, որ այսօր բոլորս գիտենք, թե ինչ լարված է մեր երկրի սահմանները, ես էլ հանդիսանալով սահմանավերց գոտուց զինվոր, այսպես ասեմ, ես էլ այդ ցավը, այդ ամեն ինչը զգացել եմ դրա համար, երևի ես ավելի շատ եմ զգում, ինչքանով է մեզ պետք այս զենքը, ամենայն դեպս 16 ամսվա մեջ մեր հմուտ սպաների շնորհիվ կարողացել եմ իմանալ և սերտել այն ամենը, ինչ պետք է ինձ լավ հրետանավոր լինելու համար։